Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Ով է ղեկավարելու 3+ հիմնադրամը եւ ինչ կապ ունի Viva Armenia-ի հետ, բրիտանական պարբերականն է բացահայտել։ Ավտորիտարիզմ հայկական տարբերակով, իշխանությունն ընդդեմ այլակարգության, քննադատեցիր կդառնաս թիրախ։ 23 հայց ընդդեմ վարչապետի, ինչու են դատի տվել Նիկոլ Փաշինյանին։ Ով է վճարում Ծառուկյանի գործի գինը, պատժում են Ծառուկյանին, թե նրա հազարավոր աշխատակիցներին։ Ծաղրանք, թե քաղաքական ակնարկ Շուշիից Ալիևի ուղերձը Մոսկվային եւ Երևանին։ Կարմիր ծանուցում, Թուրքիան Ինտերպոլ է դիմում Նեթանյահուի համար։ Թրիպ առևտրային հիմնադրամը ղեկավարելու է Viva Armenia-ի սեփականատերերից մեկը։ ԱՄՆ պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամի ղեկավար է նշանակվել ռուսական ծագմամ գործարար Կոստանտին Սոկոլովը։ Նրա նշանակման մասին գրում է բրիտանական The Guardian-ը։ Հիմնադրամը նախատեսում է ֆինանսավորել տրանսպորտային, էներգետիկ, ենթակառուցվածքների եւ կարևորագույն հանքանյութերի ոլորտների նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, նաեւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում։ Ըստ պարբերականի Սոկոլովը նախկին պետական պաշտոն չի զբաղեցրել, սակայն Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում հանրապետականներին եւ քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան $12 միլիոն։ Սոկոլովի հիմնադրած 3+ հիմնադրամն անվանվել է Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու պատվին։ Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի հարավով անցնող 27 մղոնանոց առևտրային միջանցքի մասին է։ 3+ հիմնադրամի ղեկավարի նշանակմանը զուգահեռ Հայաստանում սկսվում է նաև համաձայնագրի պաշտոնական վավերացման գործընթացը։ Հայաստանի կառավարությունը վաղը նախատեսում է հավանություն տալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև 3 ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Կառավարության հավանությունից հետո փաստաթուղթը կուղարկվի սահմանադրական դատարան համաձայնագրի համապատասխանությունը սահմանադրությանը գնահատելու համար։ Դրական եզրակացության դեպքում այն կներկայացվի ազգային ժողով վերջնական վավերացման։ Իսկ ներքաղաքական դաշտում շարունակում են զարգանալ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետևանքով առաջացած իրադարձությունները։ Հարյուրավոր մարդիկ պնդում են, որ իրենց դատում են, բայց ոչ թե դատարանում, այլ առանց աշխատանքի թողնելով։ Multi-Stone գործարանի աշխատակիցներն արդեն երկրորդ օրն է պահանջում են վերաբացել ձեռնարկությունը, հայտարարելով, որ հակառակ դեպքում հարյուրավոր ընտանիքներ կմնան առանց ապրուստի։ Կապարակնքված շենքի մոտ հավաքված ցուցարարները նշել են, որ հարկադիր պարապորտը հարյուրավոր ընտանիքների զրկել է եկամտի միակ աղբյուրից։ Եթե մի ժամ հետո մեզի պատասխան չտվեցին, մեր քայլերին էլ մենք չենք իմանում ինչ ենք անելու, որովհետև արդեն ճիշտ ասած հասել է գագաթնակետին։ Եթե ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետությունը մի հատ փոքր հարց չի կարում լուծի կամ չեն կարում, չգիտեմ, ինչ որ այդ ստուգումները կազմակերպեն, որ շուտ լինի, մենք էլ չենք կարում համբերենք։ Սպասում ենք, որ երևի կառավարություն կա, էլի կգան մի պատասխան կտան, կասեն արեք կամ մի արեք կամ մի բան կասեն, որ փոխանական մի պատասխան տան գվարձեն բերում բռները, չեն հասկանում, ես ինչ է կատարվում։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա պնդում է, որ իր հետ կապող ընկերությունների գործունեության կասեցումը ծանրհարված է ոչ միայն բիզնեսին, այլև հազարավոր աշխատակիցների եւ նրանց ընտանիքներին։ Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանում եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտի համար երկրի կտրվածքով եւ ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։
Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի եւ ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այդ ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենն իրոք շատ մեծ վնաս է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Իսկ որտեղ ավարտվում օրենքի կիրառումը եւ սկսվում քաղաքական ճնշումը։ Հայաստանում վերջին ամիսներին մեկը մյուսի հետևից կալանավորվում են ընդդիմադիր գործիչներ, քրեական հետապնդման են ենթարկվում նախկին պաշտոնյաներ, հոգեվորականներ, գործարարներ ու քաղաքական ակտիվիստներ։ Իշխանությունը պնդում է, որ բոլոր գործընթացները բացառապես իրավական են։ Սակայն ընդդիմությունն ու մի շարք փորձագետներ զգուշացնում են, որ մեր երկրում ավելի ու ավելի տեսանելի են դառնում ավտորիտար կառավարման հատկանիշները։ Հայաստանում այլակարծությունն արդյոք վերածվում է ռիսկի, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Իշխանության քննադատները կալանքի տակ, ընդդիմադիրների դեմ քաջական գործեր։ Հոգևորականները, նախկին պաշտոնյաները, գործարարները, քաղաքական ակտիվիստները, իրավապահների թիրախում։ Սրանք առանձին դեպքեր են, թե մեկ ընդհանուր պատկեր։ Քաղաքագետներն ասում են, սա արդեն ավտորիտար կառավարման դասական շղթան է։ Իսկ ինչ է ավտորիտարիզմը։ Դա այն երևույթն է, երբ իշխանությունը կենտրոնանում է մեկ քաղաքական ուժի կամ առաջնորդի ձեռքում։ Կառավարությունը ես եմ։ Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի տրվի։ Երբ սահմանափակվում են խոսքի մամուլի ազատությունը։ Եթե դուք ռոդնեք, մենք քեզ ձեր կձացնելու ենք։ Այստեղ մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որով իրավունք ունեն խուզարկել Արմատ մեդիայի խմբագրությունը։ Որ հոդվածով են խախտում։ Խորհրդանության երկրորդ։ Երբ ընդդիմությունը հայտնվում է մշտական ճնշման ներքո։ Մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանեն Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականություն է։ Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման եւ դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մրցնելու փորձերի համար։ Դատարանների եւ պետական այլ ինստիտուտների անկախության վերացումը։ Չէ՞ որ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի։ Շարքն ըստ մասնագետների երկար կարելի է շարունակել։ Ասում են, սա է Հայաստանի վերջին տարիների իրականությունը։ Իսկ վերջին տարիներին Հայաստանում ավելի հաճախ հնչում է մի հարց. երկրում ժողովրդավարական ինստիտուտներն արդյոք շարունակում են գործել ամբողջ ծավալով, թե իշխանության համակարգում նկատվում են ավտորիտար կառավարման հատկանիշներ։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանի համար այս հարցն արդեն քննարկման թեմա չէ։ Սահմանափակված են այն ժամանակ, երբ որ խոսքի համար մարդուն վերցնում եւ տանում են բանտ։ Սահմանափակված ենք ամենակարևոր, ասել ճշմարտությունը, յուրաքանչյուր ավտորիտարիզմ, յուրաքանչյուր ֆաշիզմ, յուրաքանչյուր դիկտատուրա սկսում է բոլոր երկրներում եւ բոլոր էթնոքաղաքական միավորներում նույնաբովանդակ։ Սկզբից գայթակղում է, սկզբից մարդիկ սիրահարվում են, սկզբից մարդիկ անվերապահորեն հավատում են, հետո մարդկանց հետ զուգահեռ այդ հավատքի դեպի իշխանություն կորստի հետ զուգահեռ բարձրանում են ճնշումները։ Հետընտրական Հայաստանում աղմկահարույց քրեական գործեր են հարուցվել ընդդիմադիր գործիչների, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների
հոգևորականների եւ նրանց աջակիցների նկատմամբ։ Իշխանությունը պնդում է, որ բոլոր գործողությունները բացառապես օրենքի շրջանակում են եւ որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։ Սակայն ընդդիմությունն ու մի շարք իրավապաշտպաններ հակառակն են պնդում, հայտարարելով, որ իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով է օգտագործվում։ Փաստաբանի խոսքով նույն համակարգը կիրառվեց նաեւ ընտրության ժամանակ։ Կարծում եմ ավելորդ է ասել, որ այն ինչը որ տեղի ունեցավ, sense բացահայտ կեղծիքը տեղի ունեցավ մարդկանց աչքի առջև, երբ որ կային օրինակ մոտ 60,000 ձայներ եւ աճ բարարությամբ այդ ձայները վերացան։ Պարզվեց, որ դա ինչ որ ուրիշ տեսակ մարդիկ էին, որոնց ձայնը այդքան էլ կարևոր չէր, էլի այդ անասնաֆերմայի մոտիվներով։ Ահազանգեր են հնչում, որ նախընտրական փուլում արված հարցումներից հետո արդեն հետընտրական փուլում իրավապահներն այցելել են ընդդիմությանն ընտրող քաղաքացիներին ու կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել։ Ըստ մասնագետների, սա ավտորիտարիզմի դասական դրսևորում է։ Ըստ քաղաքագետի ավտորիտարիզմը մեկ օրում չի ձևավորվում, այն ինչպես նշում են, դրսևորվում է աստիճանաբար իրավապահ համակարգի դատական գործընթացների քաղաքական դաշտի եւ հանրային խոսքի նկատմամբ վերահսկողության ընդլայնմամբ։ Պատասխանելով հարցին ավտորիտար ենք, մենք դա ավտորիտար չենք, այո ավտորիտար ենք, ու նաև շարունակելով ձեր խոսքը, որ մենք ընտրություն չենք կեղծել։ Մինչև համապետական ընտրությունները իրանք կեղծում էին, հետընտրական կեղծիքներ էին անում։ Այսինքն դու եթե հանդգնում էիր հաղթել իշխանությունների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, քրեական գործեր էին քո դեմ հարուցում։ Վանաձորից մինչև Վեդի, մինչև Գյումրի բազմաթիվ են այդ օրինակները։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանի խոսքով քաղաքագիտության մեջ նոր ձևակերպում է հայտնվել՝ հայկական ավտորիտարիզմ։ Ըստ Աբովյանի դա նեոթուրքական ֆաշիզմն է։ Նեոթուրքական ֆաշիզմի ձևավորումը ենթադրում է միայն մի բան։ Դու պարտավոր ես ենթարկվես այն ընդհանուր գծին, որը մատնանշել է իշխանությունը եւ դրա հետ մեկտեղ դու իրավունք չունես այդ գծից դուրս ընկնես, որտեղ եթե դուրս ընկար դու ենթարկվում ես անմիջապես հետապնդումների։ Գրիգորյան Արմենի օրինակը ամենահնչյունն էր։ Մասնագետների մի մասը համոզված է քաղաքական ճնշումների այս շրջափուլը սկսվեց դեռ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորումից, որը Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո հայտնվեց անազատության մեջ եւ մահացավ դատարանի նիստերի դահլիճում։ Այսօր նրա մահվան տարելիցն է։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ կարող է երկրի ղեկավարը քաղաքական գնահատական տալ առանց դրա համար իրավական պատասխանատվության ենթարկվելու։ Նիկոլ Փաշինյանի ընտրության արդյունքների վերաբերյալ աղմկահարույց հայտարարություններից հետո քաղաքացիները նրան դատի են տվել զրպարտության համար։ Դատական հայցերին այսօր գումարվել է նաև Ազգային ժողովի նախկին падգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայցը, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե առանց փողի որևէ մեկն ընդդիմությանը ձայն չի տվել։ Մանրամասները Գառնի Մութաֆյանն է ներկայացնում։ Քաղաքացին հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Պատճառը 2026 թվականի հունիսի 11-ին նրա արած հայտարարությունն է, ըստ որի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100%-ով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը 100%-ով ընտրակաշառքով քվե։ Հայց, որը հայտարարությունը համարում է զրպարտություն եւ դատարանից պահանջում է հրապարակային հերքում։ Սակայն սա միակ դատական հայցը չէ։ Դատալեքս տեղեկատվական համակարգում Նիկոլ Փաշինյանի անվամբ որոնման արդյունքում կգտնեք նրա դեմ հարուցված 24 քաղաքացիական եւ 4 վարչական վարույթ։ Քաղաքացիական գործերի զգալի մասը վերաբերում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ պահանջներին։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ անկախ Հայաստանի պատմության մեջ նման ծավալի դատական հայցեր երկրի գործող ղեկավարի դեմ չեն եղել։ Բայց կան ցուցադրաբար եւ զանգվածային չեն խախտվել հրապարակային անգամ հայտարարությունների եւ գործողություններով, լինի դա սահմանադրությունը, լինի Հայաստանի Հանրապետության օրենքները, լինի միջազգային իրավունքը։ Իրապես որ այսօր խոսում ենք, աննախադեպ է։ Դա արվում է ոչ թե որպես սխալ, այլ հակառակը։ Երկու տարբերակ կա, կամ ինքը ասում է ներողություն, ես այդ բանը
սխալ եմ արել, կամ պարծենում է։ Ցանկացած քաղաքացի անկախ զբաղեցրած պաշտոնից կարող է դատարանում հանդես գալ որպես պատասխանող։ Միևնույն ժամանակ, որքան բարձր է պետական պաշտոնը, այնքան մեծ է նաև պատասխանատվությունը հրապարակային խոսքի համար, նշում են իրավաբանները։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով ղեկավարի հայտարարությունները կարող են անմիջական ազդեցություն ունենալ անձանց հեղինակության, քաղաքական գործընթացների եւ հանրային ընկալումների վրա։ Կան այդ կամային մարդիկ, որ անկախ ամեն ինչից, անկախ արդյունքից գնահատելով process-ը գնում են այդ քայլին, հասկանալով, գիտակցելով այդ process-ի բոլոր հնարավոր բացասական հետևանքները, հաշվի առնելով նաև այդ անձի մանրախնդիր եւ քինախնդիր լինելու այդ հատկությունը։ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի հրապարակային հռետորաբանությունը պատահական չէ։ Այն արտացոլում է իշխանության որդեգրած քաղաքական գործելավոճը, ուղղված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։ Ինքը անում է ցուցադրական, ինչ որ ինքը խնդիր ունի ապացուցելու արտերկրին է թե ներքին լսարանին ապացուցելու, որ այդպես է պետք հայերին, որովհետև հայացիացությունը 10 տարի շարունակ ինքը իր թերթով հայկական ժամանակով տարածել է։ Ինձ համար պարզ է, պետք է հարցնենք, որն է նպատակադրումը բոլոր գործողությունների։ Ես 2018 թվականի սեպտեմբերին ասել եմ ու մնում է նույն կարծիքի։ Այս թիմը եկել է սպասարկելու թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Սակայն հարցն արդեն միայն առանձին դատական գործերին չի վերաբերում։ Փորձագիտական շրջանակը փորձում է հասկանալ, ինչ միտում է ձևավորվում, երբ երկրի առաջին դեմքի հրապարակային հայտարարությունները դառնում են դատական քննության առարկա։ Իր շուրթերից հնչող խոսքը դարձրել է բացարձակապես անարժեք մի բան։ Այսինքն կարող է այսօր մի բան ասել, մյուս օր ուրիշ բան ասել եւ զրպարտել, վիրավորել, ահաբեկել մարդկանց, հետո թաքնվել ինչ որ պատճառաբանությունների հետևում։ Բայց գտնում եմ, որ շատ երանությամբ եմ հիշում այն ժամանակները, երբ ղեկավարի խոսքը իրապես ծանրակշիռ էր։ Թե ինչ որոշումներ կկայացնեն դատարանները այս գործերով դեռ պարզ չէ, սակայն արդեն այսօր իրավաբաններն արձանագրում են մեկ փաստ, երբ երկրի առաջին դեմքի հրապարակային հայտարարությունները պարբերաբար դառնում են դատական վեճերի առարկա, դա դուրս է գալիս առանձին գործերի շրջանակից եւ վերածվում է իրավական ու քաղաքական կարևոր ցուցիչի, խոսքի ազատության, պաշտոնատար անձանց պատասխանատվության եւ հանրային վստահության տեսանկյունից։ Գարի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ներքաղաքական զարգացումներից անցնենք տարածաշրջանային օրակարգ։ Շուշին կրկին դարձավ քաղաքական հայտարարությունների բեմ։ Ալիևը մեկ ելույթում հասցրեց ուղերձներ հղել Մոսկվային, մեղադրել Փարիզին, նոր պահանջներ ներկայացնել Երևանին եւ նույնիսկ հայտարարել, որ Հայաստանն այսօր վառելիքի հուսալի աղբյուր ունի եւ դա Ադրբեջանն է։ Շուշիի մեդիա ֆորումը Իլհամ Ալիևը հերթական անգամ օգտագործեց ոչ միայն հարցերին պատասխանելու, այլև տարածաշրջանի գլխավոր խաղացողներին քաղաքական ուղերձներ հղելու համար։ Ծաղր թե քաղաքական ակնարկ Շուշիում Ալիևի հարցուպատասխանի ժամանակ Ռուսաստանին վերաբերող հատվածը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Շուշիի մեդիա ֆորումին, որին մասնակցում էին 54 երկրի ժամանած մոտ 270 ներկայացուցիչ եւ 50 լրատվամիջոց, Ադրբեջանի նախագահի եւ ռուս լրագրողի Դմիտրի Գորդոնի երկխոսությունը դարձել է ամենակննարկվող դրվագներից մեկը։ Խոստանում եմ, այս տարվա հարցս այնքան թունավոր չի լինի, որքան անցյալ տարի։ Հիշեցումը վերաբերում էր նախորդ տարվա նույն ֆորումին, երբ Գորդոնի հարցին ի պատասխան Ալիևը Ուկրաինային կոչ էր արել երբեք չհամաձայնել օկուպացիային։ Այդ հայտարարությունը հնչել էր Բաքու-Մոսկվա հարաբերությունների լարվածության ֆոնին, Azerbaijan Airlines ինքնաթիռի կործանումից հետո։ Այս անգամ Ալիևը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են, սակայն կրկին նույն կոչն ուղղեց Ուկրաինային՝ երբեք չհամաձայնել օկուպացիային։ Ռուսաստանի թեմային անդրադառնալով Ալիևը նաև հայտարարեց, որ 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի դերը հարավային Կովկասում փոխվել է։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դարձել է այն կատալիզատորը, որի հետևանքով Ռուսաստանի դերը հարավային Կովկասում էականորեն փոխվել է, եւ այժմ հենց Կրեմլը պետք է հստակ ձևակերպի, թե ինչ դեր է տեսնում իր համար տարածաշրջանում։ Մոսկվայի զուս պարզագանքը չուշացավ։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, չեն կիսում Բաքվի գնահատականները Ուկրաինայի վերաբերյալ, սակայն դրանք չեն համարում երկկողմ հարաբերություններին սպառնացող գործոն։
Մոսկվան Ադրբեջանի պարագայում ունի քաղաքական վարքագծի հետ կապված այլ նպատակներ ու խնդիրներ, այլ մարտահրավերներ եւ նաեւ ծրագրեր Երևանի դեպքում այլ եւ այս պարագայում այն իրավիճակը, որ կա Երևան-Մոսկվա փոխհարաբերությունում իր ճգնաժամային բնույթով եւ լարվածությամբ զգալիորեն, այսպես ասեմ, համախառն բալանսի իմաստով բավարարում է Մոսկվային եւ թույլ է տալիս լուծել իր համար էական խնդիրներ։ Ֆրանսիան եւս Ալիևի քննադատության թիրախում էր նրա խոսքով Փարիզը զինում է Հայաստանին եւ խրախուսում ռևանշիստական տրամադրությունները վնասելով տարածաշրջանային կայունությանը։ Հայաստանի ռազմականացումը մեզ համար լուրջ մտահոգության պատճառ է։ Ալիևը Շուշիից հայտարարում է խաղաղության հնարավորության մասին, բայց նույն ընթացքում շարունակում է մետացնել պաշտպանական ծախսերը։ Խոսելով խաղաղության մասին, Ալիևը կրկին շեշտել է, որ համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի Բաքվի առաջ քաշած պայմանները, այդ թվում փոխի սահմանադրությունը։ Մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրությունը։ Դրա փոփոխությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմաններից մեկն է։ Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա պետք է կատարի անհրաժեշտ քայլերը։ Իսկ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է եւ այդ էջը փակվել է։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Նրա խոսքով Ադրբեջանն ինքն էլ սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստանին, ինչի հետևանքով իր ձևակերպմամբ Հայաստանը ձեռք է բերել մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում։ Ներկա պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նկատում է, որ Ալիևի հայտարարություններն օկուպացված Շուշիից հնչում են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրանում է խուստուկ։ Տնտեսագետը բացառում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձիկը։ Արևելյան Սուլթանը ամենացինիկ ծիծաղներով, ամենացինիկ վերաբերմունքով խոսում է Հայաստանի հետ կապված հարցերի մասին։ Այս ամբողջը վկայում է մեկ բան, որ այս Հայաստանի ներկա իշխանությունները որոշակի ստվերային պայմանավորվածություններ են, որոշակի ունեն ստվերային խոսակցություններ, ունեն որոշակի հանգույցներ եւ հետեւողականորեն այդ ամեն ինչը իրականացնում են։ Խոսելով հաղորդակցությունների բացման մասին, Ալիևը վերահաստատել է, որ Ադրբեջանը պատրաստ է ճանապարհները բացել Հայաստանի համար, սակայն ակնկալում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի անխափան կապը Հայաստանի տարածքով։ Թեև Բաքուն պնդում է, որ խոսքը միջանցքի մասին չէ, այլ հաղորդակցությունների ապաշրջափակման, Երևանում թեման շարունակվում է ընկալել ինքնիշխանության եւ վերահսկողության տեսանկյունից։ Միաժամանակ Զանգեզուրի միջանցք ձևակերպումը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական բառապաշարի մաս։ Միջազգային քաղաքականության մեկ այլ առանցքային դերակատար Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնվել է նոր իրավական ճնշման կենտրոնում։ Դատարաններ Իսրայելում, Հաագայում եւ այժմ նաեւ Թուրքիայում։ Հրեաների ղեկավարի դեմ իրավական ճակատներն ընդլայնվում են։ Ստամբուլի դատարանը ցանկանում է նրա նկատմամբ Ինտերպոլի կարմիր ծանոթում հրապարակել։ Մինչդեռ Իսրայելի վարչապետը շարունակում է միաժամանակ պաշտպանվել կոռուպցիոն, պատերազմական հանցագործությունների եւ միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ մի շարք գործերով։ Ինչ վրեժ է լուծում Էրդողանը Նեթանյահուից Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Նեթանյահուն միջազգային իրավական սկանդալի կենտրոնում է, այս անգամ Թուրքիայում։ Ստամբուլի դատարանը որոշել է դիմել Ինտերպոլին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ կարմիր ծանուցում հրապարակելու պահանջով, գրում է թուրքական Սաբահ օրաթերթը։ Դեռ ապրիլին թուրք դատախազները մեղադրանք առաջադրեցին Նեթանյահուին եւ Իսրայելի 34 այլ բարձրաստիճան պաշտոնյաների նավատորմի խափանման համար, մեղադրելով նրանց մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, գույքի վնասման, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի, դիտավորյալ վնասվածք հասցնելու, խոշտանգումների, տրանսպորտային միջոցների խոչընդոտման կամ առգրավման եւ մարդկանց անօրինականորեն ազատությունից զրկելու համար։ Իսրայելի խորհրդարանի միաձայն հավանությունը հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ անպատասխան չէր մնալու Անկարայի կողմից, ասում է քաղաքագետը։ Թուրքիան փորձում է պատասխան քայլերի միջոցով հնարավորինս կառավարելի դարձնել Իսրայելի կողմից հնարավոր ձեռնարկող գործողությունների ապագայում Թուրքիայի նկատմամբ։
ակնկալել առնվազն, որ սա այսպես քրեական կամ դատավարական լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ես կարծում եմ չափազանց քիչ հավանական է։ Թուրքիայի դատարանի որոշումը Նեթանյահուի դեմ դատական գործընթացների միայն հերթական դրվագն է։ Հրյաների նախագահը տարիներ շարունակ պայքարում է միաժամանակ մի քանի իրավական ճակատներում։ Նեթանյահուն դատական քաշքշուկների մեջ է նաև Հաագայի միջազգային քրեական դատարանում եւ հենց Իսրայելում։ Երուսաղեմի շրջանային դատարանում նրա դեմ հարուցված 3 գործերը հատկանշական թվերի տակ են։ 1000, 2000 եւ 4000, սակայն գործերի բովանդակությունը այնքան գեղեցիկ չէ, որքան թվերը։ 1000-ի գործը ստացել է կենցաղային անվանում՝ նվերների գործ։ Քննության համաձայն Նեթանյահուն եւ նրա կինը Սառան ստացել են թանկարժեք սիգարներ, շամպայն եւ այլ նվերներ հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչանից եւ միլիարդատեր Ջեյմս Փեքերից։ Փոխարենը տարբեր ծառայություններ էր մատուցում, քաղաքական դիրքը չարաշահելով, ինչ որ մեկը ծանոթացնում էր, օգնում էր գործերը առաջ տանեն։ Գաղտնի հանդիպումներ ու կապեր, պաշտոնի չարաշահում։ 2000-ի գործի քննությունը պարզել է, որ Նեթանյահուն թերթի սեփականատեր Արնոն Մոզեսի մրցակից թերթերին մաքրել է ճանապարհից, փոխարենը ստացել է իր մասին դրական լուսաբանում։ Խոսքը 2015-ի ընտրության նախաշեմի մասին է։ Նախագահի թեկնածուին դրական իմիջի ստեղծում էր պետք։ Խոսքեր են գնում, որ ուզում են օրենք ընդունեն, որպեսզի համաճար ցենտրի շրջանակությունը արգելվի, որպեսզի դա հարվածեն դիրքեր։ Կանավետ ճիշտ է թե ոչ, բայց այդպես եմ խոսում։ Այսինքն ինքը օգտագործում է իր քաղաքական կապիտալը, իր դիրքը, իր կապերը, որպեսզի այս կոնտեքստում դրական իմիջ իրեն սարքեն։ 4000-ի գործը գրեթե նույնն է։ Ըստ մեղադրանքի նախկինում կապի նախարար Նեթանյահուն աջակցել է հեռահաղորդակցական ընկերությանը, իսկ դրա դիմաց ակնկալել է իր ընտանիքի համար դրական լուսաբանում Վալա լրատվականում։ Այս գործերը մինչև հիմա շրջանառվում են դատարաններում եւ ընթացքի մեջ են։ Եթե սրանք նախկին ընտրություններում դրական իմիջ ձևավորելու համար էին, հիմա Նեթանյահուն բախվել է ավելի ծանր հասարակության դատին։ Ըստ տասնամյակներով ձևավորված համակարգի Իսրայելում անվտանգային խնդիրների ժամանակ ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են հնարավոր խնդիրները։ Ամենից վտանգավորը իսրայելագետը հենց սա է համարում։ Հասարակությունը պահանջում է արտար թափանցիկ ձևաչափով քննեն, թե ինչ տեղ ունեցավ, ինչու այդպիսի ձախողում էր հակահայտախուզական 1000, 4000, իրանք ազդում էին նախորդ ընտրական փուլում իսկ ասել։ Հիմա այո, իրենք էլի դիսկոմֆորտ են ստեղծում, բայց ավելի լուրջ ազդեցություն իր դիրքերին այս նախընտրական փուլում ունեն այս անվտանգության հետ եւ պատերազմի հետ կապված հարցեր։ Նեթանյահուի դեմ իրավական գործընթացները չեն սահմանափակվում Իսրայելում։ 2024 թվականի նոյեմբերի 21-ին միջազգային քրեական դատարանը նրա նկատմամբ ձերբակալության օրդեր տվեց։ Գազայում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կասկածանքով։ Իսրայելը մեղադրանքները մերժում է եւ վիճարկում դատարանի իրավասությունը։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Եվ վերջում հետաքրքիր լուր, հայ նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանը շուտով կարող է դառնալ Վինդզորների արքայատոհմի նոր անդամը։ Նա նշանադրվել է Սեմյուել Չատոյի հետ, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը եւ Եղիսաբեթ II թագուհու քրոջ արքայադուստր Մարգարետի թոռը։ Սեմյուել Չատոն սիրելիին ամուսնության առաջարկություն է արել իր ձեռքով պատրաստած ճենապակյա մատանիով, նշելով, որ երկուսն էլ անսահման երջանիկ են։ Զույգը նախատեսում է ամուսնանալ 2027 թվականի գարնանը։ Էքսերջյանը միջազգային ճանաչում ունեցող абստրակտ նկարչուհի է, թեև նա մեծացել է Մեծ Բրիտանիայում, սակայն նրա ստեղծագործություններում հաճախ է զգացվում հայկական ժառանգության ազդեցությունը։ Նա նույնիսկ նկարահանվել է երևակայական նկարահանել է բնապատկերներ ֆիլմը, որը պատմում է նրա Հայաստան կատարած առաջին այցի մասին։ Այսպիսով հայկական արմատներով նկարչուհին կարող է նոր էջ բացել Վինդզորների արքայատոհմի պատմության մեջ, միավորելով հայկական մշակույթն ու բրիտանական թագավորական ժառանգությունը։ Այս ժամի դրա հոսքն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, կհանդիպենք։